Պարոն Մանուկյան, ըստ էության մենք կանոնակարգ օրենքի հետ խնդիր ունենք եւ Տիկին Մանուկյանը եւ իր գործընկերը այստեղ որպես եթե լրագրող են ներկա, իրենք չեն կարող ներկա լինեն, խնդրում եմ դուրս գաք։ Որպես քաղաքացու բոլորը կարան մտնել, հիմա չեն կարող։ Ես խնդրում եմ դուրս գաք։ Այո, դուրս եկեք, հիմա դուրս։ Շատ լավ։ Որպեսզի դուքան չլինի, դուրս եկեք։ Դուք էլ։ Դուրս եկեք, դուրս եկեք։ Ես հիմա ասում եմ նիստը որպես վարող, դուրս եկեք։ Շատ լավ, հիմա դուրս եկեք, թողեք աշխատենք, դուրս եկեք։ Երբ որ ձեզ իրավասություն կտան, որպես լրագրող հանդես գալու կգաք կնստեք։ Շատ լավ։ Գեղամ Մանուկյանը կարա իրեն սենյակ հրավիրի, բայց ոչ հանձնաժողովի աշխատանքին։ Դուրս եկեք։ Պաստորեն շատ լավ։ Դե որպես դրա համար էլ դուրս եկեք, վերջ։ Առաջնորդվում դուրս եկեք։ Ես խնդրում եմ լրագրողներին չխոչընդոտել։ 5 րոպե ընդմիջում դրսում։ Գեղամ Մանուկյանը չի նիստը ղեկավարում, դուրս եկեք։ Թույլ է տվել, որտեղ չլուծված խնդիր էր հիմա։ Շատ լավ, խնդրում եմ դուրս հրավիրեք։ Դուրս եկեք։ Կամայական չի, դուրս եկեք ասում եմ։ Դուք չեք կարող մենք դրսել շենք գործընկերներին շատ կարճ պարզաբանել Պարոն Արաքելյան, ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում եք ասել։ Պարոն Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրությամբ, դուք ժամանակ եք նկարիչ Ճանապարհը բացեք։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց Արթուր Հովհաննիսյանի խմբակցության քարտուղարի մասով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Արաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով, արդեն դատարանում կա վճիռ։ Որ մենք հաղթել ենք, բողոքարկել Ճանապարհը բացեք, որ կար արեք, ճանապարհը բացեք։ Ազգային ժողովի պատգամավորը հայտ է իջեցել, մենք եկել ենք եւ լուսաբանում ենք իր գործունեությունը։ Ես ուզում եմ մուտքը ցույց տամ, մուտքը, որը մեզ համար նախատեսված է եղել։ Ուղեկցում են ճանապարհը Կարող են ճամփով այդքան կասյաններ չի։ Դա մեր խնդիրը։